Ինչ եք կարծում մեր երկրում 60-ից հետո, թոշակի անցնելուց հետո մարդը, ընտանիքը, տարիքով մարդիկ ինչի կարիքն ունեն ամենաշատը, ինչի պակասն ունեն, ինչ է նրանց ավելի երջանիկ լինելու համար պակասում։ Գիտեք ինչ, տան խաղաղությունը, որ տանը ուրիշ վեճեր երեխաների մեջ կամ վեճեր չլինեն, ամեն ինչ հաշտ ու խաղաղ, ոնց որ ես ուզում եմ, ոնց որ մենք ենք ապրել հաշտ ու խաղաղ, առանց կռվի, առանց որևէ բանի, այնպես էլ հիմքվա երիտասարդները ընտանիքում լինեն այդպես իրար հասկացող, իրար հետ շատ լավ, այդ եմ ցանկանում բոլորին։ Դուք, պարոն Սարգսյան։ Նույնը։ Հետաքրքիր կլինի իմանալ ձեր առօրյան։ Դուք ամբողջ օր այս տարիների ընթացքում արդեն թոշակից հետո ամբողջ օրը միասին եք, այսինքն գուցե նարդի եք խաղում, իրար հետ զբոսնում եք, ինչ-որ մի բան միասին եք, կամ թե ամեն մեկը իր կյանքով, իր հոգսերով։ Ամեն մեկը իր կյանքով, ոչ նարդի խաղալ գիտեմ ես, ոչ բան, ես տան գործերով, ասենք, էփել թափելով, աշնան պատրաստելով, в общем, տենց զբաղվում եմ, դե ինքն էլ քանի որ հողամասը ունենք, այնտեղ շատ գործ ա լինում, էլի, ինքը գնում ա այնտեղ, ես էլ մեծ մասամբ իր մոտ եմ լինում, տենց սովորական կյանք։ Գյուղատնտեսությունով ենք զբաղվում։ Իսկ տարվա ընթացքում միասին հանգիստ, ընդհանուր հոբիներ, ասենք նույն ֆիլմը սիրել, միասին զբոսնել, այդպիսի բաներ ունեցել եք կամ թեկուզ երիտասարդ ժամանակ, թեկուզ հիմա։ Երիտասարդ ժամանակ մենք միասին արձակուրդները վերցրել ենք ու երեխաներ էլ որ եղել են, մենք միասին գնացել ենք в общем ման գալու, ուրիշ քաղաք հանգստանալու, օրինակ Ուկրաինա ենք գնացել, Պրիբալտիկա ենք գնացել, в общем, տենց մանգալու մենք շատ ենք գնացել։ Ասում եմ մեր բոլոր տեղերը տենց ման ենք եկել։ Իսկ այսօր հատուկ իրար համար նախատեսված ժամեր չունեք, որ գնաք զբոսնելու կամ միայն լինեք, այսինքն ընդհանուրի մեջ այդ խաղաղության մեջ է, ամբողջ ընտանիքով այդ երջանկությունը, այսպես ասած։ Դե մենք հիմա ոնց ասեմ, մեր հոգսերով ենք ոնց որ ասма զբաղված, այդ հողամասը շատ հոգսեր է, հիմա էլ այնտեղ շինա բան են անում, վերանորոգում են կրեշը բանը, ինքը համարյա այնտեղ է մնում, բայց էլի որոշ բան առևտուրը ես եմ անում, տան ամեն ինչը, երբեմն թխում եմ, երբեմն էփում եմ, միշտ ես թխվածքներ արել եմ, մեր տունը պակաս չի եղել դրանից, ինչ ասեմ։ Այսինքն դուք իրացվել եք տնային գործերում։ Հա։ Իսկ տան ղեկավարն ով է ի վերջո, դա էլ իմանանք։ Որպես հայ ընտանիք, իհարկե տղամարդ է։ Այսինքն երբ որ տիկին Էմանը ասում է, որ միշտ իրար հետ համաձայն են եղել, ասում է դուք միշտ ասել եք, նա համաձայնել է, դուք ասել եք, նա համաձայնել է։ Այդպես էլ ա եղել, ինքն էլ ա ասել, ես եմ համաձայնվել։ Այսինքն իրար հասկացել ենք միշտ։ Դե հիմա տղասա էլի արդեն տան ընտանիքը բանը, մենք որպես տատիկ պապիկ արդեն։ Ինչ երազանք ունեք, պարոն Սարգսյան։ Այնքան որ թորներս երջանիկ լինեն, ժամանակին ամուսնանան, ծոր ունենանք, սիրենք, այդ ենք ուզում, երջանկություն։ Ես էլ եմ շատ ուզում ծոր ունենալ, բայց չգիտեմ Արսենը ինչի է։ Հապաղում, այո։ Դե գուցե հույսս տնեմ Ռոբերտի ու Հասմիկի վրա, որ նրանք ամուսնանան շուտով։ Մեր նման շուտ էլի, մենք ամուսնացանք ու արդեն այդ նույն տարի երեխան ծնվեց։ Ինչը երիտասարդները հիմա այն չեն անում, մենք որտեղ ենք սխալվում։ Ձեր երիտասարդները, մենք բոլորս, շուրջ բոլորը, չէ՞ որ դուք ձեր դիտարկյունից նայում եք այդ ամենին։ Դե գիտեք ինչ, ես չգիտեմ սխալվում ենք թե չէ, բայց ամեն մեկը հիմա ունի իր ոնց որ ասում են մտածողությունը, իր ապրելակերպը, նրանք բոլորովին ուրիշ ձևի են կյանքը պատկերացնում, ոնց որ ժամանակին մենք ենք պատկերացրել։ Մենք միշտ ես ասում եմ հայ ընտանիքի նման, ես միշտ ասել եմ, որ պետքա հաշտ ու խաղաղ ապրել, լսող լինել, ամեն ինչը անել, հավաքել, իսկ հիմա չէ, ամենով ինչ ուզում այն էլ անում, այնպես որ չգիտեմ։
չեմ կարող բնորոշել կարգին ինչ։ Հեն պարոն Սարգսյան, ինչ են կանում։ Ամեն մարդ իր գիտությամբ, իր հույսով, իր ամեն ինչով ապրում է։ Մենք չենք խանգարում մեր երեխաներին կամ թոռներին։ Ազատություն ենք տվել, թող իրանք են որոշում։ Ինչն է ձեզ զայրացնում ընդհանրապես։ Մենք շատ հանգիստ ենք տանում կյանքը, ինչի պիտի զայրանանք։ Ոչ մի խոսակցություն չի եղել, հավատալու չի է ախալ։ Ոչ մի խոսակցություն, ոչ մի ժամանակ։ Հավատացեք։ Ոնց նշեցիք 50-ամյակը հարսանիքի ձեր ամուսնության։ 50-ամյակներ ենք նշել, 60-ամյակներ։ Ես չեմ հիշում ճիշտ օրը։ Շատ բարեկամները սա հավաքում են թորներով, բանով, երեխաներով 60-ամյակին հենց այդպես էր էլի որ նկարեցին, Արսենը գցեց համացանց եւ այլը։ Տիկին Էմա, մասնագետները եւ հոգեբանները ասում են, որ ամուսինները պետք է իրար ավելի շատ սիրեն, քան զավակներին։ Դուք ո՞նց եք վերաբերում այս տեսակետին եւ ձեր կյանքում ինչպես է եղել։ Առաջնահերթությունը ո՞րն է։ Գիտեք ինչ, ես ասեմ, մենք չենք սիրահարվել, ոնց որ հիմա սիրահարվում են։ Ուղղակի որպես լավ ընտանիքի երեխա, որպես լավ տղա, լավ այդպես իրար հետ ծանոթացել ենք ու մտերմացել ու վերջը ամուսնացել։ Ինչ եք խորհուրդ տալ, ինչ գաղտնիքներ ունեք, ինչ որ բանաձևեր այնուամենայնիվ կան։ Դե գիտեք ինչ, պետք է ամուսինները լինեն հաշտ եւ համերաշխ, իրար հասկացող, իրար հասկանան։ Եթե մեկը մի բան ասում է, մյուսը չկանգնի դեմ, ասի, չէ, ես տենց չեմ ուզում, ես տենց։ Ասի, հա լավ, այ էս վիճակով ամեն ինչը անենք։ Ու տենց հաշտ ու խաղաղ մենք ապրել ենք այդքան տարի։ Ես հիմա էլ իր հետ հաշտ ու խաղաղ եմ ապրում, չնայած դե հողամասում, որ ինքը ստացել է, ես էլ եմ միշտ այնտեղ եղել, մշակել, ամեն ինչ արել, ժամանակին ամեն ինչ ցանել, հավաքել, իսկ հետո սկսեց ծառերը մեծանալ, էլ ոչ մի բան չցանեցինք, բայց մինչև հիմա էլ ասենք հողամասում եթե պետք է գնում եմ միրգ հավաքելու եւ այլ։ Տիկին Էմա, ձեզ համար ամուսինն է կարևոր թե երեխաները, եթե հնարավոր լինել նժարին դնել կամ եթե ձեր ուշադրությունը, լավ ունեք ուշադրությունը, ում եք ուղում երեխաներին թե ամուսնուն։ Դե գիտեք ինչ, ես երեխաներին ժամանակին լավ ուշադրություն արել եմ ոչ։ Հիմա ամուսինս է։ Իմ ոնց որ ասում են ուշքը միտքը, որ ինքը լավ լինի, որ իրան ոչ մի բան չլինի։ Հետևաբար, որ ամփոփելու լինենք, երջանիկ, հարատև կյանքի գաղտնիքը հաշտ համերաշխ ապրելու մեջ է։ Այո։